Մենք վերադարձանք եւ քիչ առաջ մինչ տեսահոլովակը դիտեցինք հատված ապրիլի 24-ից համացանցում նոր հայտնված տեսահոլովակից Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա 3 ստեղծագործություններ էին ներգրավված եւ երաժշտական ձևավորմամբ եւ կադրային լուծումներով եւ այսօր մեր հյուրերն են ասմունքող Միրա Ստեփանյան, պրոդյուսեր Սիրանիկա Վարդանյան եւ կինոռեժիսոր Վահե Յանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, շնորհակալ ենք։ Ինձ հետաքրքիր է ինչպես եք ընտրել աշխատանքը եւ ինչպես է ընտրվել Թումանյանի հենց 3 ստեղծագործությունները։ Եկեք այսպես ակունքներից գալով սկսենք։ Դե երևի թե ես կպատասխանեմ։ Անցած տարի մենք Միրայի հետ ստեղծեցինք Երազային պատարագ Պարուսևակի եւ այս տարի ինձ հետաքրքիր էին ուրիշ հեղինակներ եւ սկսեցի ուսումնասիրել ուրիշ հեղինակների հայ, ովքեր անդրադարձել են Եղեռնին եւ Տերյան, եւ Թումանյան, եւ Թումանյանի այդ 3 ստեղծագործությունը համահունչ էին եւ մեկը մյուսին շարունակող էին ու դրա համար Թումանյանի ստեղծագործությունները եւ ինձ եւ Միրային շատ հոգեհարազատ թվացին եւ կարեւոր էր 3 ստեղծագործությունները սյուժետային կապել այնպես, որ ստացվի մի պատմություն, դրա համար մենք կանգնեցինք Թումանյանի ստեղծագործության վրա, ինչու նաև Թումանյանի, ասեմ, որովհետև Թումանյանի գրականության մեջ ինձ շատ դուր է գալիս, թե ինչպես է Թումանյանը անդրադառնում Մեծ Եղեռնին։ Տեսեք, Թումանյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միայն ցավ ու ափսոսանք ու կսկիծ չէ, այլ նաև կրճտացնող ատամներ։ Թումանյանի գրականության մեջ դա զայրույթ է, դա կրճտացնող ատամներ էր եւ որպես այսօրվա հայի, այսօրվա ստեղծագործողի դա ինձ գրավիչ է թվում, որ միայն պետք չի մենք ցավ ապրենք, այլ պետք է հասկանանք ինչպես անել, բռունցք դառնալ, որ չլինի կրկնություն։ Մարտական ոգով եք տրամադրված անգամ մի պահ մեզ մոտ դադար եղավ։ Ինձ հետաքրքիր է Միրա դուք պատմեք ինչպես են եղել այդ ասմունքի կտորները, տրամադրությունը, տրամադրվածությունը։ Թումանյանի գրած խոսքերը ինձ համար շատ հոգեհարազատ են, որովհետև նա դիմում է կորսված հայրենիքին, դա կարծես թե իմ մենախոսությունն է, իմ կորսված հայրենիքի հետ։ Ես Շահումյանից եմ, տեսել եմ գաղթը եւ ցավոք սրտի դեռևս 20 թվականին հնչած խոսքերը այսօր այսքան արդիական են։ Կլիպների այսպես տեսանք նաև տեսաշարը, գաղափարը ումները, ձկան այդ տեսակ ավելի Փարաջանովյան մի շունչ էլ կար դրա մեջ, ինչ է խորհրդանշում այդ տեսարանները։ Շնորհակալ եմ ձեզ, բնականաբար գաղափարը սցենարի հեղինակին եւ ռեժիսորունն է իմը։ Ես որոշեցի սիմվոլիկ լեզվով պատմել եւ խոսել Եղեռնի մասին, տեսեք այդ սեղանը ինձ համար սեղանի մեջ եւ ես տեսնում եի խորհրդավոր ընթրիքը, որովհետեւ խաչել քրիստոնյային ինձ համար նույն բանն է խաչել Քրիստոսին եւ խորհրդավոր ընթրիքի սեղանի առաջ նույն ինքը քրիստոնյան էր, նույն ինքը պատմողը, նույն ինքը Թումանյանը, նույն ինքը Քրիստոսը եւ այո բնականաբար գիտենք որ ձուկը խորհրդանշում է քրիստոնեությունը, նուրը խորհրդանշում է Հայաստանը եւ ափսեների մեջ ձկները ու ավազ դա նշանակում է որ քրիստոնեության ժամանակ այդ ժամանակ կանգ էր առել իսկ ավազի մեջ ես տեսնում էի երկու շերտ, առաջին շերտը դա դերձորի անապատներն են, իսկ երկրորդ շերտը այն էր որ իրականում իմ մոտ որպես ստեղծագործողի այն տպավորությունն է որ մեր երկիրը, մեր երկրի հողը լցրել են ափսեների մեջ եւ հանել են ու հրամցնում են հյուրերին, ով կուզի ոնց որ կարող է օգտվել։ Դա այսինքն դրված է ճաշասեղանին։ Այսինքն սրա մեջ եւ ցավ կա եւ ստեղծագործական մոտեցում կա այս խնդրին մեր փոքրիկ մի հողակտորին, որտեղ հիմա մենք ապրում ենք։ Սիրանիկա, ի՞նչն է միավորողը երեքիդ։ Քանի որ Միրան իմ արտիստն է եւ ամենամեծ սկզբի գործը եղել է Ղարաբաղի ողբ
մենք իրան նկարահանել ենք 2021 թվին Հովհաննես Շիրազի գործնադա ու ստեղից ոնց որ մենք Միրայի հետ ծանոթացանք եւ Միրան շատ ուզեց, ասում քանի որ դա իմ ցավն է, ես շատ եմ ուզում, ասում եմ։ Ոստեղ ես ասեցի, դե եթե ուզում եք, մենք կարող ենք դա շատ սիրուն սարքել եւ ճիշտ ձևով մատուցել։ Ոստեղից ստացվեց մեր սկիզբը եւ այսօր արդեն 2026 թիվն է, սա իմ արդեն 5-րդ գործն է, որը մենք մեծ պրոյեկտ անում ենք Միրայի հետ եւ ես այդ ամեն ինչը ոնց որ sense գծով տանում եմ, կազմակերպում եմ, հավաքում եմ տաղանդավոր թիմ, ստեղծում եմ մաքսիմալ կոմֆորտ աշխատանքային ոնց որ այդ մթնոլորտը, պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական լոբոյ հարցերը եւ իհարկե արդեն այս տարի մեր մոտ մասշտաբը ավելի շատանում է, տեղերը մեր տարածքները Հայաստանի ավելի հետաքրքիր սիրուն տեղեր ավելի հեռավոր են գտնում լոկացիաների համար եւ իհարկե սցենարը, ռեժիսուրան ու թիմը ավելի մասշտաբ լայն է դառնում, քանի որ Միրան վերցնում ընտրում անենց բարդ եւ շատ լուրջ գործերը, որը դու չես կարող ուղղակի ստատիկ կանգնես ու կարդաս։ Դու պետք է ցույց տաս պատմություն եւ ես կազմակերպում եմ այդ պատմությունը, որ ինքը լինի։ Ինչքան են տևել նկարահանման աշխատանքները։ Մենք տեսնում ենք մոտավորապես 10 րոպե տևողությամբ տեսանյութ եւ ինձ հետաքրքիր է, քանի օր է տևում նաեւ դերասանական ընտրությունը։ Այս տեսանյութում նաեւ Անահիտ Կիրակոսյանն ներգրաված, դա ինչպես է եղել։ Մի ամիս մենք պատրաստվել ենք, բայց նկարահանում process-ը տևել է 2 օր։ Եվ շատ շնորհակալ ենք Անահիտ Կիրակոսյանին, ինքը շատ զբաղված էր ու երբ որ ես մեկնեցի եկա Հայաստան ապրիլի 6-ին ամբողջ ամիսը անձրևներ էր ամբողջ բախտից է եղել եւ մենակ ապրիլի 16-17-ին բացվում է արև ու սաղ թիմը всё Սիրանիկա հիմա ենք նկարահանում եւ Անահիտն էլ շատ դժվար էր իր գրաֆիկի հետ համադրել, բայց ինքը շատ շնորհակալ ենք իրան, ինքը ոնց որ համ եկավ առավոտ շուտ նկարահանվեց, հետո գնաց գործերով, հետո գիշեր եկավ, մինչև գիշերվա 2-ը 3-ը մենք նկարում էինք։ Սիրան առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչ նախագիծ ունեք մեծ, որ պատրաստվում եք կյանքի կոչել։ Ինձ թվում է ես շատ կուզեի, որ Միրան ցույց տար իր երեկոն, քանի որ մենք ունենք շատ սիրուն գործեր, մեծ գործեր եւ ես այդ երեկոն պատկերացնում եմ եւ это կլինի как творческий большой вечер։ Այսինքն սիրուն ձևով, пока что ближайшее время մոտակա այդ ենք պլանավորում։ Դե տեսնենք հաջորդ տարին էլ որ գա, կարող է միգուցե ավելի մեծ, ավելի մասշտաբով լայն մենք կանենք պրոյեկտներ։ Իհարկե մեր հեռուստադիտողները հետագայում կդիտեն տեսահոլովակը եւ մեզ հետաքրքիր այս պետրությամբ, որ խոսենք նույն լոկացիաներից, ինչպես են ընտրությունները կատարվել եւ 2 օրերին որտեղ են եղել նկարահանումները։ Նկարահանումները եղել են Առողջի խոնարհված եկեղեցում, Սաղմոսավանքում եւ որտեղ էր արդեն չեմ հիմնականում Սաղմոսավանքի տարածքում եւ Առուջ գյուղում գտնվող խոնարհված վանքում լոկացիաները բնականաբար ընտրվել են ըստ թեմայի եւ ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ իմ թիմին, որովհետեւ մենք կարճ ժամանակում կարողացանք կողմնորոշվել եւ գտնել թե որն է համապատասխան այդ թեմային առհասարակ թիմը շատ նվիրյալ է եւ հասկանում է, որ կադրի խորության մեջ է տեսնում, չի գալիս ուղղակի գործանելու, այլ կադրի խորության համար ամեն մեկը ներդնում է իր լուման, ինչպես նաեւ ինձ համար այս տարի չհաշված անցած տարվա ստեղծագործությունից մեր ստեղծագործության զարդը նաեւ այո, ինչպես Սիրանիկան նշեց, դա Անահիտ Կիրակոսյան, որ ուղղակի Անահիտի հետ բերկրանք է աշխատել որպես ռեժիսոր, նկատի ունեմ, որ նկարահանումները շատ եւ դժվար էին եւ հեշտ էին եւ Անահիտ Կիրակոսյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, ես կատակով իրեն ասում եմ մի դուբլ Անահիտն է, որովհետեւ խնդիրը տալիս եմ մի դուբլից միանգամից կատարում եմ, ես սկսում եմ քիչ կասկածել, ասում եմ լավ կարող է ռեժիսորական զգոնությունս կորցրել եմ, արդեն չեմ հասկանում լավ է թե վատ, playback ենք տալիս, այն ինչ ուզել եմ դա ստացել ենք ու կարևորը այսպիսի համախոհներով եւ Անահիտի զբաղված գրաֆիկին եւ բոլորիս համախոհներով կարողացանք հավաքվել եւ ստեղծել, գիտեք, որովհետեւ Միրայի հետ աշխատանքը ինձ համար կարևոր է այսօր
գնալով ոչ պոպուլյար է դառնում ցեղասպանության մասին խոսելը։ Եվ այս ֆոնին ինձ համար առավել քան կարևոր է Միրայի այդ աշխատանքը, որովհետև որքան ճանաչում եմ Միրան ամեն տարի փորձում է անդրադառնալ ցեղասպանությանը 1915 թվականի ոճրագործություններին եւ որպես ռեժիսոր ես սիրով սպասում եմ այս տարի աշխատելուց հետո երբ է մյուս տարին գալու, որ Միրան գա ու մենք ելի մեր խոսքը կարողանանք ասենք, որովհետև ցեղասպանությունը կատարված իրողություն չէ եւ վերջացած ցեղասպանությունը դեռ մինչեւ օրս կատարվում է։ Տեսահոլովակում, եթե տեսել եք, այդ ժապավենները, որ ես սիմվոլներով մատուցել եմ որպես մեր ցավալի հիշողությունները, որոնք սարդոստայինի պես պարուրել են մեզ, միայն 1915 թվականը չէր, Արցախի տեղահանությունն էր, Շահումյանի տեղահանությունն էր, այսինքն ցեղասպանությունը դա process է, որը շարունակական է եւ կատարվում է եւ ամենակարևորը մեր զգոնությունն է։ Եթե մենք զգոն չեղանք, այն ինչ 15 թվականին եղել է, միայն գրքերում չի լինելու, այլ դառնալու է իրականություն մեր փողոցներում, մեր շենքերում։ Վստահաբար ճիշտ եք եւ շնորհակալ ենք այսպես վաղ առավոտյան մեզ հյուր գալու համար, կարևոր թեմաների համար։ Շնորհակալ ենք հեռուստադիտողներին մեզ հետ միանալու համար։ Ձեզ հրաշալի եւ սքանչելի եւ երկարաշունչ հանգստյան օրեր։ Լավ մնացեք։